Կարենը խելացի էր, չնայած որ ծանր մանկություն է ունեցել, սակայն տղային հաջողվել է 2 փուխ ավարտել։ Այսպիսի ինֆորմացիա է հասել իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին Կարեն Ավանեսյանի վերջերս Ադրբեջանի կողմից իբրև տարի հանցագործ ներկայացվող տղայի մասին։ Ադրբեջանական մամուլում լուրեր էին տարածվել, թե Ստեփանակերտում հայազգի տղամարդը փորձել է ինքնաձիգով մոտենալ քաղաքում անցկացվող միջոցառման վայրին, այն էլ Ադրբեջանի նախագահի այնտեղ գտնվելու պահին։ Ըստ ադրբեջանական կողմի նա զինված դիմադրություն է ցուցաբերել, ինչի հետևանքով վիրավորվել է, ապա ձերբակալվել։ Հաջողվել է կապ հաստատել իր մանկության ընկերոջ հետ, համատատարատու հետ, ով ինձ տեղեկացրել է, որ այո, Կարենի ճանաչող է, շատ լավ կարծիք ուներ Կարենի մասին, հիմա էլ ունի։ Կարենը շատ ծանր մանկություն է ունեցել, երկրորդ դասարանի հետ մայրը մահացել է, լուրջ դժվարություններ է ունեցել, հետագայում նաև կարողացել է 2 փուխ սովորել, կրթություն ստանալ, տիրապետում է մի քանի 7 լեզուների։ Ասում է դժվար բնավորությամբ, տանր բնավորությամբ պարտեր, բայց ասում է ես երբեք իր մոտ ինչ-որ հոգեկան շեղվածություններ չեմ նկատել, որովհետև ինքը շատ բարձր ինտելեկտ ունեցել։ Ցանկացած հարցով ասում է իր հետ խոսելը շատ դժվար է, որովհետև ինքը կհետը ամեն ինչի մասին գաղափար ուներ։ Իսկ ներկայիս առողջական վիճակի մասին, որովհետև լուրեր են շրջել։ Այդտեղի տարուց հետո որևէ շփում բնականաբար չի կարողացել ունենալ, համացանցում է նկարատեսնելով է ճանաչել։ Պողոսյանն ասում է, որ սա ադրբեջանական ձեռագիր է, նրանք բոլորին ներկայացնում են իբրև ահաբեկիչներ։ Ադրբեջանցիների պահվածքը մեկնաբանեն, ինչը պետք է մեկնաբանենք, մեջ թշնամու ինչ որ տեղական բան տեսնել, այդ մարդիկ ամեն առիթը օգտագործեցին, որպեսզի քանդեն Արցախի հանրապետությունը, այսօր էլ իրենք բոլոր հնարավորությունները օգտագործում են քանդելու Հայաստանի հանրապետությունը։ Մենք ոչ թե պետք է Ադրբեջանին մեկնաբանենք, այլ պետք է ուղղակի խելքերս գլուխները հարսավակենք, մեր պետությունը կարողանանք պինդ պահել, մի բան էլ նորից մտածենք Արցախ վերադարձնելու մասին։ Պարոն Պողոսյան, իսկ Արցախում մնացած հայերը, որոնք դեռևս գտնվում են այնտեղ, այս պահին ապահով են ձեր կարծիքով։ Միանշանակ ոչ մեկն էլ չի կարող տեսանական երկում ապահով լինել, թե Ստեփանակերտում մնացած հայերը եւ թե Բաքվի բանդերում մնացած մեր հարազատները, բոլորի կյանքին էլ յուրաքանչյուր վայրկյանին վտանգ է սպառնում։ Արցախցիները պատմում են, որ Կարենը հոգեկան առողջության խնդիրներ ունի, հիվանդության պատճառով բանակում չի ծառայել։ Արցախի ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ևս անդրադառնալով կատարվածին պնդում է, որ այսպես Ադրբեջանը միջազգային հանրությանը փորձում է ցույց տալ, որ նույնիսկ այն փոքրաթիվ մարդիկ, որոնք մնացել են Արցախում, ահաբեկիչներ են։ Տիկին Հակոբյան, որոշ աղբյուրներ գրում են, որ Կարենը մահացել է, որոշ աղբյուրներ գրում են, որ այս պահին պարզապես վնասվածք ունի եւ հիվանդանոցում է, անգամ ադրբեջանական ԶԼՄ-ներից մեկը գրել էր, որ օրը 3 անգամ սնունդ են մատակարարում Կարենին, սա որքանով է իրատեսական վարկած։ Գիտեք, նախ ես երբևէ հիմք չեմ ընդունել ադրբեջանական նույնիսկ պաշտոնական լրատվամիջոցների նման գործունեությունը, որովհետև շատ լավ գիտենք հզորությունը այդ առումով ադրբեջանական քարոզչա մեքենայի եւ տեսեք պատահական չէ այս օրերին այդ աղմուկը, որ հենց ադրբեջանական ԶԼՄ-ները տարածեցին, նա միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ Արցախում բնավել սովորական խաղաղ բնակչություն չի եղել բնակվելի, այլ ինչպես իրենք են Բաքվում, այդ մեր պատանդարված եւ վերնախավի ռազմաքաղաքական եւ մնացած հայրենակիցների կեղծ դատավարություններով փորձում են ցույց տալ, որ այնտեղ այսպես ահաբեկչական խմբեր են եղել, որոնց ղեկավարները այսօր դատվում են հենց դրա համար իբրև թե դատվում են Բաքվի բանդերում, դատարաններում։ Եվ տեսեք
Սրանով իրենք փորձում են նաև ապացուցել, որ բացարձակ չէ եւ իրականությունը համապատասխանում է, եւ տեսեք, նույնիսկ այն հատուկ կենտ մնացած մարդիկ, որոնց մենք տեսեք իբրև թե շատ լավ ենք վերաբերվել, իրենք իրականում տերորիստներ են, նույնիսկ այդ մի քանի հոգի, որ մնացել են։ Եվ հիմա իրենք նորից նույն բանն են շարունակում, որ նույնիսկ այս պարագայում մենք այնքան բարի ենք ու լավ ենք, կամ ինչպես սիրում է Ալիևի գործընկերը ասել, հա, կրթված եւ դիրք ենք, որ նույնիսկ այս պարագայում մենք օգնություն ենք տալիս։ Իսկ մենք այս մոտ 2 տարվա ընթացքում այն բոլոր տեսանյութերը, որոնք հատուկ մասնագետները նայել են, փորձել են հասկանալ Արցախում մնացած մոտ 1 տասնյակ կամ մի փոքր ավել, որտեղ մենք հստակ տեղեկություն այդ առումով էլ ունենք Կարմիր խաչի դուրս գալուց հետո մնացած հայերին ցույցակում են, միանշանակ բոլորը ասում են, նաև մասնագետները, որ այնտեղ հայերը շատ ծանր վիճակում են մնացած, ենթարկում են ծանոթանակի բռնության եւ որևէ մեկը այնտեղ չի կարող ասել, որ ինքը ապահով լավ կամ ինչ-որ հատուկ հոգատության ներքո է։ Սա ուղղակի իրենք, այո, հերթական անգամ իրենց այդ հզոր քարոզչամեքենան աշխատեցրեցին, որպեսզի եւ նախ Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցներին, հենց հիմնականում նաեւ արցախցիներին այն վերջի հույսն էլ կտրեն ցույց տալով, որ տեսեք ինչպես են վերաբերվելու ձեզ այստեղ։ Երկրորդը սա սրանով միջազգային հանրությանը տալու համար, որ մենք ամենևին էլ այնպեսին չենք, ինչպես մեզ ներկայացնում են որոշ ուժեր, հակառակը մենք նույնիսկ սրանից հետո էլի մարդասեր ենք մնում։ Մի խոսքով իրենք այս մի քանի օր օգտագործեցին տարբեր ուղղություններով եւ ցավոք սրտի բոլոր ուղղությունները իրենց մոտ նորից պետք է փաստել, որ հաջողել, որովհետեւ երբ որ դրան զուգահեռ Հայաստանի իշխանները հենց այդ նույն օրերին իրենց ներկայացուցիչները խոսում են, որ բա մնայք, բա մենք ձեզ առաջարկում էինք սենց մեն Արցախի նշաձողի չեցնեինք, ադրբեջանական ազնագիր տնայք, ադրբեջանի քաղաքացի ապրեք, դե սրան զուգահեռ լրիվ օրինաչափեր են ինչ որ անում է Ադրբեջանը։ Իսկ նաև սա մյուս կողմից վառապացույցն է նրա, որ մնալու պարագայում ինչ է տեղի ունենալու ցանկացած հայի հետ ընդդեմ, եթե նույնիսկ դրանք հազարներով կմնային կամ տասնյակ հազարներով։ Թեև պաշտոնական Երևանը դեռևս պարզաբանում չի տարածել, ադրբեջանական տիրույթում շարունակում են թիրախավորել հայազգի տղամարդուն, ներկայացնելով իբրև ահաբեկիչ։ Հասմիկ Անտոնյան, Վազգեն Հովհաննիսյան, Tribune AM։